Հինչ չիլի ճլորա ծլիասես ենքանի միջիցը էդ կնիկը գդավ։ Շուրջը ամեն բան գեղեցիկ տեսնելու եւ գեղեցկացնելու զգացումը Նինային չի լքել նույնիսկ այս տարիքում։ 77 տարեկան տատի տունն ու այգին աչք են շոյում ու շաշնանային գույներով, կարգ ու կանոնով։ Ծաղիկներ նրա այգում կարելի է տեսնել տարվա գրեթե բոլոր եղանակներին ու անկախ տարվա եղանակից միշտ խնամված կոկիկ ու բազմերանք։ Այս ծաղիկները հենց այնպես չեն այստեղ։ Նրանք մի քանի ներքին խորհուրդ ու խնդիր ունեն՝ ջահելացնել ու գունավորել տատի ծերության ոչ այնքան ուրախ ու անհոգ օրերը։ Եթե դրանը ծաղիկ չիլի, ես շաշանում եմ։ Ես կուրեն կուրելա, ես տարի չեմ կարացի կապեմ, որ վերև մնան սիրուն, սաղ դեզդեն խարնվել են իրար, մի հետ չիլի, որ իմ դրանն առանց ծաղիկ լինի, ես կան տարեկան։ Գնում եմ պաչում եմ ծաղիկներին մեկ, են կրնիցը հետ, սեր տան չորսի կուրոր հետ լիքը շարում եմ, ասում եմ եվ ես չեմ ալի բան չկա։ Իրանք թե կանենք ունենան, եթե չէ, իմ հետ կգնան։ Ինչպես ծաղիկներն են Նինային ուշ, իսկ առօրյային գույներ ու երանգներ տալիս, այնպես էլ նրա մեծ ու փոքր գյուղատնտեսությունը, որը մի կերպ տոտիկ անելով է պահում, պահպանում։ Հարցնության հենց առաջին օրից Ժորային սիրելի ամուսնուն խնդրեց, ինչ կենդանի կամ ինչ թռչուն պահեն, չպահեն, հնդկահավ անպայման պիտի պահեն։ Դե Ժորան էլ քանի գլխանի էր, որ սիրելի Նինայի խնդրանքը օդում թողներ։ Ու այդ օրվանից մինչև հիմա տատը հնդկահավեր է պահում։ Սկզբում հարևանները կռվում էին վիճում հնդկահավերի անսովոր կռինչներից, բայց հետո սովորեցին ու շատերը սկսեցին հնդկահավի ճտեր ուզել։ Իսկ Նինան շարունակում է պահել ու բազմացնել դրանց։ Իր տուն եկող գնացող լավ հյուրին էլ մեկ հյուրասիրել ու այսպես պահեց պահպանեց հորական տան ավանդույթը։ Արի պիպի ջան, արի։ Ես պահելն եմ սիրում։ Իմ պապը ինքը ունեցել է շատ վաղ։ Լավ տես ինչքան եմ կոճուրել են այնքը ունեցել։ Ես եկել եմ ստիասի, ես եմ ուզում Ժորա։ Ինչ մեր։ Ախ այդ անտեր տարիքային հիվանդությունները, որ հազարափեշակ Նինային իր խոսքով մի քիչ լոդրացրել, այսինքն ծուլացրել են։ Ձեռքից ու ոտքից տատը մի քիչ խղճանում է, բայց գյուղում ու թաղում բոլորը գիտեն։ Նինան որ տարիքում որ լինի, լեզվից, մտքից ու խոսքից հեչ խղճացողը չի։ Սուր միտք ու շիտակ խոսք ունի, ու ինչպես հարևաններն են կատակում, հազար ջահելի ծարավ ջուրը կտանի ու ծարավ ետ կբերի։ Համի մատների վրա հենց կխաղացնեն, գիտեն ալ չես որ դեսերին գնի։ Նինային կարալ չի մի մարդ շփոթացնի, որ պավարոտ։ Չի կարա։ Այդ ո՞նց է տենց աչքաբաց մնացել։ Այո, աչքաբաց չի դա։ Աստված ինձ այդքան խելք հատվի ջանիդ մերնիմ։ Ես շատ ժամանակ ասում եմ, ես շատ չեմ գող, որ Աստված այսքան խելք հատվի, շատ խելքից շատ է ստանվում։ Ճիշտ է։ Ահա, всё։ Տատի կյանքի գնացքը շատ կայարաններ է տեսել, ինքն էլ ուզող ուներ, հարևան գյուղի Նիկոլը, որին տատը ոչ ասաց, շատ բաներ են անցել նրա երկարընթաց գնացքի պատուհաններից, շատ բան է լսել ու տեսել, բայց ամենավատ ու դաժան երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ գեշին վատին գեղեցիկ կասեն, խելոքին հիմար, հիմարին էլ խելոք ու իմաստուն, երեսն է պոկում, ծնկներին է տալիս, երբ հարցը էս մոդայիկ ներկված, դզված սիլիկոնե տիկնիկներին է վերաբերում, այդտեղ համբերատար տատն արդեն չի դիմանում, մի թեթև զայրույթ, մի քիչ էլ հումոր խառնում ու սկսում է ասելիքը, որի համար ականջ կամ տեսախցիկ էր ուզում։ Չէ, չեմ սիրում։ Չափից ավել ազատությունը պետք չի ոչ մեկին։ Ոչ տղամարդին, ոչ կնգանը։ Ճաշը չափից ավել, որ ամանն ես ասում, թափվում է կողքերի վրա։ Նույնը դա է։ Ամի թափվելու վախտն է այս բաների։ Որ շորը շատ ծղովում է, չէ, պտրտորվում է, էլ աս եղնել չի նրա վրա դիմանում, որը վակեց, նույնն էլ իրանք տնել է։ Քու աստու տված, ինչ որ կեզ տվել է, շնորհակալի լուկած։ Գիտես ինչ, աղջկերանց, վատ վարմունքը, ուզում եմ տապորը ձիրիսը լի կենտ կտրատեմ ոտներները։ Արա սիրուն, հակի սիրուն զրից հարամարդ հավայել, ով ասու, ով ատակլոր մանգալի, են ինչ մի հատ բան կա, հաղորդավար մարդա, այդ կրոնի հաղորդավար մարդա, ասավ միկվա կանայիք, 40 սանտյանոց շուր են հակնում, 40 սանտին, բայց մարդը խու 40 սանտի չի, ինչկա բոյով է, լատես ինչքան մարմինն է բաց մնում, արժե, իհարկե ոչ, ըսկի այս ձևի Япոնկա շորեր չեմ հակե կարճ թև, էդ լավն է, ցայ տենց,
Մարդը գիտես ինչ կա սկզբից, ինքն առնի միջին կա, կարաս խաղացողը լես, կարաս համեստը լես։ Նինան ընտրել է համեստության ու հնազանդության ճանապարհը։ Դրա համար էլ 17 տարեկանում ծնողների հորդորով ամուսնացավ ու փառք Աստծո շեն օջախարս գնաց։ Հարևանի տղա Ժորային ուզեց։ Բախտի մեջ թաղվեց, այնպես որ իր հասակակից աղջիկները մի տեսակ Նինայի բախտի հետ այդքան էլ հաստ չէին, որովհետև Նինայի ուզած տղան գյուղի աչքի լույսն էր։ Բոլոր չամուսնացած աղջիկների սրտում թաքուն պահած ու փայփայած երազանքը։ Այնքան փայփայած, որ ամուսնանալուց հետո էլ հազար ու մի խորամանկությամբ կարմիր թանաքով նկարած ծրտիկներով նամակներ էին ուղարկում իրենց սրտի հատոր Ժորային, բայց նրանց բոլորի սրտի հատորն արդեն Նինային էր բաժին հասել։ Եկել եմ Սիմոնյան Օսմանի տուն հարս, այդ ձևի։ Կեսրարս ղեկավար աշխատե, սովխոզում, կոլխոզում, մեջտ, իրանք պակաս ընտանիք չեն էլե։ Տուն տեղը իմ կեսրարն ադրե, ես ինչ չեմ մեծարի, որ ես եմ արել, ես եմ, ոչ, իրանք արել են, ասում չեմ այնպիսի մարդ այլ է։ Ֆերմայի վարիչ, բրիգադիր, ինքը իր շելլիգը դրել, ես ընդամենը հարս եմ եկել։ Ու պահել ես այդ ամեն։ Ու ես էլ օգնել եմ, ինչ կարացել եմ մեր տանն եմ արել։ Ինչպես ասում են, դրսից ամեն բան սիրուն է թվում, ներսը մենակ ապրողը գիտի։ Հա, տատը ունևոր ընտանիք հարս ընկավ, բայց այդ ունեցվածքը պահել էր պետք զարգացնել։ Ոտքը ոտքին գցեր նստեր, գլխին չէր թափվելու, եղածն էլ կկորչեր կգնար։ Ամուսնու ընտանիքը մի գոմլիքը կենդանի ուներ։ Դե գյուղում ապրող մարդիկ էին, հիմնական ապրուստը գոմից էր գալիս։ Նինան էլ ճիշտ է գյուղի աղջիկ էր, բայց երբեք ոչ գոմ էր մտել, ոչ էլ կովեր կթել չգիտեր։ Մեծամտություն չարեց, թե խնամված ու ներկված եղունգներս, հարդարված վարդերս կփչանա։ Հակառակը շատ արագ սովորեց, խալաթը հագավ ու գոմ մտավ։ Շատ ենք ունեց, շատ, 25 հատ կթելու կով ենք ունեց մենք, ոչխար, խոզ, ինչ ասես հնդուշկա, դուրը չիմ լիքը։ Դժվար էր, շատ ես կով կթիլել չգիտեի անգամ, որ եկա իրանց տուն, կեսրարս ասավ, կեսուրս գնացել իրան աղջկատուն, երեխայր ունեցի գնացել էր օգնելու։ Կովը դուրն եկավ ասավ, Նինա ջան, կով կթիլ գիտես, ասի չէ։ Ասավ, բայց վախում ես կովից, ասի եսի։ Ասավ, ես քո կողքին կկանգնեմ, դու կգթես։ Կողքից կանգնել ամանչում եմ, վռնում եմ կաթը վերև ագնում, չեմ կարում քաշեմ, մենք ունեցած չենք մեր տանը։ Լավ էր մի մարդ կանչեց, գնաց վարոտի կուշտը կեսրարս, ասի քանի գնաց լավ փորձի։ Տենամ ոնց է հարմար որ կթեմ։ Այնա որ գնաց քաշեցի մի քիչ կթեցի։ Տուն եկավ այնքան լավ մարդ էր, լավ։ Ասավ աղջիկ ջան, այդքանն ինձ ու քեզ հերիք է, եկուցել դրանի մի քիչ շատ կկթես, հլատես ինչ թավոր խելացի մարդիկ են։ Ու այդպես կեսրարի խորիմաստ ու նուրբ վարվելակերպով տան մեծերի օգնությամբ, թե առանց դրա շատ կարճ ժամանակում Նինան այնպիսի անողլնող հարց դարձավ, որ օրական 25 կով էր կթում, հետո այդ կաթը մշակում, թեպետ Խոստովանում է կաթը մշակելուց այդքան էլ լավ չէր, այդ հարցում սկեսուրներ օգնության գալիս։ Մի խոսքով գյուղում ու թաղում Նինայի ոտքի հետ եկող չկար, այնպիսի հարց, որ հետո պիտի Լալվարի սարերի ու Սարվորի դժվար կյանքի ճանապարհը բռներ, մի շատ կարևոր առաքելությամբ, որտեղ ամուսինը այնտեղ էլ ինքը։ Կեսուրդ գնացել տան դու սարն ես գնացել։ Ահա։ Դիմ ամուսինը գներ ինքն ուզեր, ինքն էլ մեր տանը գներ մեր այգի բան, մշակեր են կնիկը խունայլ նստած չի էլ։ 46 տարի գնացել եմ սար։ Շատ տարի մնացել են գնդի։ Հենց սարմն էլ մնացել են։ Քանի տարի այլ է որ ես իմ տուն չեմ եկել։ Ուզեի, բայց որ այդ մարդի արհեստա, պաշտոնա, ինչ որ է դա։ Դու որ կարեի ասեմ ինձ բաստող ես գանում եմ, քսվում եմ, սարկվում եմ։ Ոչ չիլին։ Նա որի ոտը դնի դու էլ տեսնդի դնի։ Առանց ծրմռատելու։ Ոնց որ դկանգնի դու հետ։ Այդ հիմա օրտերության է տատը սիրահարված Լալվարի սարերին։ Ջահել տարիներին քանի անգամ է իր բախտը անիծել ու փոշմանել, որ քաղաքում մի պաշտոնավորի հետ չի ամուսնացել ու 46 տարի յայլաներում անձրևի ու մանրաշաղի տակ կիթ է արել։ Խուռ մառախուղին սիրտը ահանգած քաղաքի ու անհոգ կյանքի կարոտը սրտում շփոթահար մոլորված կովերին է փնտրել։ Սարերում այդպես է, պատահում էր արևորերին երկինքը միանգամից գժվում, կարկուտ ու սելավ էր բերում։ Ամառանոցները դողում էին ու թվում էր, թե գազազած քամին կքշի, կտանի,
իրենց կացարանները կլցնի հեռավոր ձորեր։ Երկինք ու երկիր խառնվում էր, ահն ու սարսափը պատում էր բոլորին, ու մեկը մեկին օգնելով անասուններն էին գտնում, կարկատում վնասված կացարանները ու այսպես օրեր էին մտնացնում։ Սարը ժանգի նման մարդին ու տողա։ Երկարակեցություն չի տալի։ Արևանձրևի տակինա, ոնց որ ժանգնա իր գաթի վրիցը, քիչ պոկումա, նայել մարդինա, տենց այդպես պոկում։ Քիչ մտնումա մարսի մեջ։ Մի քանի տարուջեդը 100 հիվանդություն տերա դառնում։ Սարը այդպես է, չես կարա արևելի, անձրևելի պետք է գնաս անես։ Բայց բան որը հիմնարկում է շատ կարա վեր գծի գնա իր երբ արևը կգա, այն վաղտել կաշխատի, բայց սարը այդպես չի։ Դժվար օրերը եկել գնացել են, բայց մեկը կարոտն ու հիշողությունները կապել են տատին իր գյուղին, իր կանաչ ուրթերին, իր միակ ու անկրկնելի Լալվարին ու նրա փեշերին։ Հիշում է տատը 20 տարեկանում վաստակաշատ սարվորների ձեռքներ ընկել, այնպիսի արագությամբ ու վարպետությամբ ջիլ, պանիր ու արաժան կանեին, որ Նինայի բարկությունը կշարժեին։ Ինքն էլ էր ուզում սովորել, մեկը սովորեցնում էր, մյուսը ոչ, բայց ինքը այդ սարվորներից համար գտնվեց, աչքի պոչով թաքուն հետևեց ու շատ կարճ ժամանակում այնպիսի ջիլ պատրաստեց, որ եկվորները կամ ջիլ պանրի գնորդները սկսեցին նախ Նինայի ուրթի դուռը ծեծել եւ միայն չլինելու դեպքում մյուսների դուռը։ Այդպես 20 տարեկանում Նինայի անունը տարածվեց գյուղում ու մոտակա քաղաքում որպես լավագույն կատնամթերք արտադրողի, իսկ դա կյանքը սարերին ու եկամուտը դրա հետ կապած մարդու համար կարևոր բան է։ Սովորեցի, սովորելը դժվար չէր։ 2 րոպեա մարդը եթե գիտակից մարդա, խելք ունի, հեշտ է սովորելը։ Դու որ գնում ես, հարևան ես ունենում, մինին տենում ես, հայնա լավ սարքեց, գնամ նրան ասում դու ոնց արի ջայլ, մարդ եմ էլ ընդամենս 20 տարեկան զոր չկամ։ Տենում ես սովորում ես, բոլոր աչքը սովորելով է, տենալով է, աչքը տենել դες սովորիլ դες։ Ես էլ շուտ սովորողի ամեն ինչը, սովորել եմ այնքան արի, որ մենք Նինայի արած ջիլն ենք ուզում։ Եթե ուզում ես ունենաս պետք է չարչարվես, եթե չես ուզում ծնկներիցդ բռնած, կեսը սովասես էլի կեսը կուշտ։ Եթե ուզում ես քո ամեն բանը լարևելի, թամամելի ասել ասող մենձերին։ Պետք է դու էլ աշխատես, մարդը մեղավոր չի որ քեզ տարելա խոսքի, մեղավոր չի նա։ Տարելա որ դու էլ օգնես, մի կեսը դու ես այն խեն ասում, կնիկը մարդի կեսն է, ուտելու մարդի կեսը։ Աշխատելու համար է կեսը։ Որ ընտանիք դառնան։ Այո, որ այն մարդը որ մի փետի ծերից բռնում է, այն ծերն էլ դու եք ասես որ լավ եք ասի։ Ասես որ ես կարում չեմ։ Կարում չեմ, չի կարելի կնիկին ասի, կարում չեմ։ Քու շալակներ կատ չեն տալի։ Ամբողջ կյանքում հենց այդպես էլ արեց, ամուսնուն լծկամ եղավ, հոտաղ եղավ, գառնարած ամուր թիկունք եղավ, որովհետև ընտանիքը ամուր պահելու այլ ձև ու միջոց տատը չգիտեր էլ։ Ափսոս միայն Ժորապապը կյանքից վաղաժամ հեռացավ, տատի սիրտը տխրությամբ լցրեց։ Հիմա մենակ է ապրում, երեխաները գնում գալիս են, երկար մենակ չեն թողնում, բայց այս տարիքում սիրելի ծերուկ ու կյանքի լավագույն ընկեր կորցնելը դաժան բան է, որի հետ չի հաշտվում, որը թշնամուն անգամ չի ցանկանում։ Գիտես ինչ, Ռեխեկ ջան, մարդը իրակնգա հետ ապրում է, մի ուրիշ ձևի ջահել վաղ ժամանակը, իսկ եթե 50-ն անցնում ես, արդեն լավ ընկերներ են դառնում, շատ լավ ընկերներ, որ չեն ուզում մինիմնից առաջին կամ հետ ընկել։ Իմ տանը մնացող չկա, այդ տղեսա ինքը տուն ունի, առել են գնդիմնում ատանը, տելևիզորը Ռիգունը միացնում եմ ռավոդն անջակ, որ զրիչանող կատանը։ Ու այսպես աշնան ամենավառ գույներով զարդարված գյուղում կյանքից իրեն բաժին ընկած ճակատագրի բեռն է կրում Նինա տատն ու շարունակում պահել, պահպանել իրենց հյուսած բույնը տունը։ Գյուղի անտեր ու ավերվող տների ճակատագրին չարժանանալու համար շարունակում է եւս մեկ ճրագ վառ պահել, ապրել սիրելով ու ներելով, ապրել բնության ու ինքն իր հետ խաղաղ։ Իսկ սրտի ցանկությունն ու ուղերձը այս թվի ջահելներին, հարսներին ու սկեսուրներին մեկն է՝ լռել, մտածել, ներել։ Թազա թվի ջահելներին կմաղթեմ, մտածեն, մտածելով նոր խոսան, հենց ընենց ինչ աղաքն ընգնի չշապրտեն, հետա։
Միկվա մի օգմու հետելա չես կարում խոսաս։ Հենց կնախշեն կմնաս։ Ամեն ինչի հիմա խոսալ չտես։ Մեմենն էլ շպրտիլ տես։ Դեննեն գնի կամ դեննեն։ Ամեն ինչի հիմա մի փոքր լորդ ես մնա։ Ինքը կմտածի։ Հետո կասի, որ կամ ես սխալ ասի, կամ այո, չիմ Ինչի որ կռվես ամեն փոքր բանից սրա չէ կռիվի շուննանում մենակ մարդը չէ Այսպիսին էր Նինա տատը իմաստացած, աշխատասեր ու ամենակարևորը սրտաբաց։ Իր տան դռները միշտ բաց է պահում, ամեն անցնողի տուն հրավիրում, մի փունջ ծաղկով էլ ճանապարհում, դե մենք էլ բացառություն չեղանք։ Դե դրա համար լավ ամնացեն դի քիչ շվակա, էսի դուք հանես ռատ կանես։ Արսիրունջա։ Ապրես տատիկ Դուք երեխեք ջան։ Ապրեք։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։